Բաքվում եւ Անկարայում նոր թափ է ստանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Հայաստանը պարտավորվել է մասնակցել TRIP նախագծին, Ալիևի պնդումը։ Բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը հակակոռուպցիոն դատարանում, նախորդին մեկնարկած քննության շարունակությունը։ Ձերբակալվել են Արագածոտնի թեմի եպիսկոպոսն ու եւս 5 հոգեվորական քննչական կոմիտեի պարզաբանումը։ Ռուսաստանի տնտեսությունը նույնիսկ Տեխաս նահանգի տնտեսությունից մեծ չէ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ Հայաստանի բնակիչները կկարողանան էլեկտրոնային տարբերակով գրանցել անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերը։ Կրակոցների Լոռու մարզում գործարար Արկադի Համբարձումյանի տան մոտ ձերբակալվածների մեջ նաև գործարարն ու որդին են։ Facebook-ի վարկանիշը Հայաստանում ընկել է։ Սոցցանցերի շուկայում այն գրեթե կիսով չափ նվազել է։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի տեղեկատվական ու քաղաքական դաշտում վերջին ամիսներին նոր թափ է ստանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Բաքվում արդեն իսկ ներկայացվել է Հայաստանի տարածքով անցնող միջանցքի քարտեզը։ Իլհամ Ալիևը Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է TRIP նախագծի նշանակությունը։ Ադրբեջանի քարտեզագիրները պատրաստել են Զանգեզուրի միջանցքի քարտեզ, ու ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե այդ քարտեզի հիմքը բարձրորակ տիեզերական պատկերներն են։ Ադրբեջանական մոտիվներով ներկայացված քարտեզի վրա պատկերված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի բնակավայրերը, ճանապարհները, գետերն ու լեռները։ Ադրբեջանական արտադրության քարտեզում Հայաստանի տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ նաեւ հայտնում են, թե Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում 1200 քառակուսի կիլոմետրանոց գոտին Մեղրիից մինչև Կապան փաստացի հանձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարմանը Զանգեզուրի միջանցքի շրջանակներում։ Թուրքական լրատվամիջոցներից մեկն էլ հայտնում է, թե հայ-թուրքական մարգարը անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի է տրվելու Թուրքիայի հատուկ վարչական վերահսկողությանը։ Արդեն մարգարեի կողմից տարածքի մասին է խոսում, այսինքն բանջները ավելանում են, իրենք նոր բանջներ են ավելացնելու։ Այն որ մի այդ խոսքը հայերենով ախորժակը ուտելով է բացում, այդ է հենց իրենց մոտ։ Մարգարեի կամրջի բացման մասին քննարկումներն արդեն 2 տարի ընթացքի մեջ են։ Սպասում են, որ այն բացվելու է երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ամբողջ այս գործընթացը գնում է այնպես, ինչպես որ թուրքերն են ցանկանում։ Մարգարեի կամուրջը դեռևս չի բացվի իմ կարծիքով, որովհետև դեռ շատ բան կա այդտեղ անելու, այդ թուրքական ինչ որ պայմաններ կան Թուրքիայի կողմից, որ պետք է կատարվի Հայաստանի կողմից, դեռ Ադրբեջանի խնդիրը ավարտին չի հասցվել։ Սյունիքով անցնող ճանապարհի Թրամփի ուղու վրա Թուրքագետի արևմուտքի թաթն է դրած։ Զուր չէ, որ Թրամփը փորձում է սիրաշահել Թուրքիային, խոսքեր շռայլել Էրդողանի հասցեին, որ նա հզոր է, իր ընկերն է։ Եվ Ամերիկայի կողմից քանի անգամ ասվել է, որ այդ տարածաշրջանում Թուրքիան է տոն դվողը եւ իր խոսքերով պետք է առաջնորդվեն, որովհետեւ Ամերիկան եւ Թուրքիան շատ լավ ստրատեգիական պարտներներ են իրար հետ եւ իրար հետ համագործակցում են։ Թուրքական աշխարհը հիմա խոսում է ոչ միայն Հայաստանով անցնող ճանապարհների, այլև տարածքների մասին։ Նույնիսկ թվեր են ներկայացնում, թե ինչ խորությամբ են ներթափանցելու Հայաստանը։ Տարբեր թվեր են գալիս մինչև 6 կիլոմետր խորությամբ։ Հիմա անգամ եթե 1 կիլոմետր խորությամբ լինի, Մեղրի քաղաքը կգնի դրա մեջ։ Այդ դեպքում ինչ է լինելու, այսինքն Մեղրի քաղաքը դատարկվի, Մեղրի քաղաքը պիտի գնան ուրիշ տեղ ապրեն այդ մարդիկ։ Այդ հորիտորի մեջ է լինելու, այդ տարածքի մեջ է լինելու, թե չէ։ Մասնագետների ձևակերպմամբ երկու հարևան ու թշնամական երկրներում Հայաստանի տարածքի Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում տեղեկատվական։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Սյունիքի հարավը նվաճելով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը հարևան թուրքական պետություններում ըստ մասնագետների դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Թուրքական աշխարհում մեդիա դաշտը նոր տեղեկություններով է կերակրում իր հանրությանը։ Հիմա խոսում են այն մասին, որ Օսմանյան կայսրության անկումից դարեր անց Թուրքիայի եւ Կասպից ծովի միջև կբացվի ուղիղ ճանապարհ, եւ Թուրքիան հսկայական հասանելիություն կունենա տարածաշրջանի բնական պաշարներին եւ առևտրային ու լոգիստիկ ուղիներին, մինչեւ կենտրոնական Ասիայի թուրքական երկրներ։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Խոսելով խաղաղության համաձայնագրի ստորագրման հերթական քայլերի մասին, Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, մեջբերում է Հայաստանի սահմանադրությունում իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ սերտ համագործակցությամբ, հայտարարել է Մարիա Զախարովան։ Մենք դրական ենք վերաբերվում Բաքվի հետ մեր փոխգործակցությանը ԱՊՀ ձևաչափով։ Մեր գործընկերները շատ ակտիվ են արդյունաբերական համագործակցության տարբեր ոլորտներում, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ կրկին հավաքվել են բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները, արդեն երկրորդ օրն է դատարանը քննում է քննչական կոմիտեի միջնորդությունը Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Մինչև Կարապետյանի աջակիցներն ու հարազատները սպասում են որոշման հրապարակմանը, այսօր նաև մի խումբ հոգևորականների ձերբակալություններ են եղել, որի վերաբերյալ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել։ Երեք երեկոյից հակակոռուպցիոն դատարանի առջև մարդաշատ է 24 ժամից ավելի, դատավոր Վահե Դոլմազյանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործը։ Քննչականը երկրորդ անգամ է միջնորդել, եւս 2 ամսով երկարաձգել նրա կալանքը, ընդ որում լրացնելով մեղադրանքների շարքը, եւս 1 դրվագ են ավելացրել փողերի լվացման հոդվածին։ Լեզուս չի պատտվի օգտագործել եզրույթը, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում։ Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին։ Մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Ազգային բարերարի պաշտպանական թիմը քրգործի մասին արդեն տեղեկացրել է միջազգային գործընկերներին։ Եվրոպական հանձնաժողովից նույնիսկ արձագանք կա։ Պատասխան նամակով հայտնել են, թե հետևում են իրադարձություններին, մանրամասնում է Նարեկ Կարապետյանը, այսուհանդերձ կարևորելով մեր հասարակության գնահատականը տեղի ունեցողին։ Այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է։ Այսօրվա նիստին մասնակցում է նաև դատախազը, իսկ քննչական 53 հոգանոց խմբից միայն 3 քննիչ։ Փաստաբանների փոխանցմամբ դռնփակ դատական նիստը հասել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացման փուլին։ 6 հոգանոց խմբից 3 փաստաբաններն արդեն ելույթ են ունեցել, հերթը մյուսներինն է։ Դրանից հետո բոլորով կպատասխանեն դատարանի եւ մեղադրողների հարցերին, եւ այդ փուլն էլ արդեն հատելուց հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Երբ կպարզվի Կարապետյանի 112 օրյա կալանքը երկարաձգվում է եւս 60 օրով, թե ոչ, պարզ չէ։ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է հունիսի 18-ից, հիշեցնեմ, դրանից 1 օր առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակից ի պատասխան լրագրողի հարցադրման նա ասել էր, թե եկեղեցու պաշտպանության գործում ունենալու է իր անմիջական մասնակցությունը։ Մեջբերում, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Մեջբերման վերջը։ Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը նրա հարցազրույցի այս հատվածը դարձավ, ինչը փաստաբանների եւ մի շարք այլ մասնագետների պնդմամբ պարզապես հայտարարություն է ի աջակցություն եւ պաշտպանություն եկեղեցու։ Այսօր վաղ առավոտյան իդեպ իրավապահները ձերբակալեցին նաեւ հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմակալ առաջնորդին եւ եւս 5 հոգեվորականի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, թե դրա հիմքը գլխավոր դատախազություն իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ուղարկած դիմումն է։ Կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է հոգեվոր հովիվ Տեր Արամի ավելի վաղ ունեցած հարցազրույցի այն հատվածի վրա են ուշադրություն հրավիրել, որտեղ վերջինս պնդել էր, թե 2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Ինչ եք կարծում, սա եկեղեցի պետություն լարված փոխհարաբերությունների հետ կապ ունի։ Այնքան բան են կարծում, ախր այս բանին իսկապես ոչինչ չեմ կարող ասել։ Բնականաբար հայտարարական արխիվի շրջանակներում էս ամեն ինչը։ Դատարանը օրերսել մեղավոր ճանաչեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել arczepiskopos Աջապահյանին եւ հիմա ընդհանուր առմամբ առաքելական Սուրբ եկեղեցու արդեն 3 բարձրաստիճան հոգեվորականներ են ձերբակալված։ Շիրակը, Տավուշն ու Արագածոտնը առանց թեմակալ առաջնորդների են մնացել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Օրվա ավարտին քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ։ Կատարված 2 տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա, մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ։ Հոգևորականների, այդ թվում Արագածոտնի թեմակալ առաջնորդի ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ Տեղի ունեցածը բնորոշում են որպես համակարգված ճնշում հայ եկեղեցու դեմ, իրավապահներից ակնկալում արդար ու օբյեկտիվ քննություն։ Մյուս թեմաները քիչ անց։ Ռուսաստանի տնտեսությունը նույնիսկ Տեխաս նահանգի տնտեսությունից մեծ չէ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ Հայաստանի բնակիչները կկարողանան էլեկտրոնային տարբերակով գրանցել անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերը։ Շարունակենք թողարկումը։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան մեկնել է Ռուսաստան, Մոսկվայում տեղի ունեցել Պուտինի եւ Ալ-Շարայի հանդիպումը։ Պուտինի խոսքով իր պատմության ընթացքում Ռուսաստանը Սիրիայի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է Սիրիայի ժողովրդի շահերով, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ։ Ալ-Շարան էլ հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը երբևէ կլինի, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով Ռուսաստանի տնտեսությունը նույնիսկ Տեխաս նահանգի տնտեսությունից մեծ չէ։ Դատարաններում խափանման միջոցների ընտրության թեման հաճախ է հասարակության ուշադրության կենտրոնում, այն անմիջականորեն առնչվում է արդարադատության հիմնական սկզբունքներին։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական որոշումները ըստ փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հաճախադեպ է դարձել, ինչը խիստ մտահոգիչ է։ Դատարանի որոշմամբ մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառվեց կալանք խափանման միջոցը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ Այս տեղեկատվությունը լսող քաղաքացիներից շատերը չեն էլ պատկերացնում, որ հաճախ խափանման միջոցի որոշում կայացնող եւ բուն գործը քննող դատավորները տարբեր են լինում։ Մեկը քննում եւ օպերատիվ որոշումներ է կայացնում միջդատական վարույթում քննվող միջնորդությունները, այսինքն այն ամենը, ինչը տեղի է ունենում միջև բուն դատավարությունը, փորձագիտական աշխատանք, վկաների հացաքննություն, ապացույցների հավաքագրում։ Մյուսն արդեն բուն պրոցեսի արդյունքում որոշում է անձը մեղավոր է թե ոչ։ Իսկ ինչպես է որոշվում, թե որ դատավորը պետք է քննի այս կամ այն գործը։ Հիմնական դատավորներին ընտրում է ավտոմատ համակարգը, պատահականության սկզբունքով, սուբյեկտիվությունից խուսափելու համար։ Իսկ այ միջդատական վարույթի դատավորներին ընտրում է դատարանի նախագահը։ 2021 թվականի ԲԴԽ որոշում կա, ու այդ որոշման կետերից մեկը սահմանում է, որ անհապաղ քննության ենթակա միջդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների քննարկման նպատակով դատարանի նախագահի կողմից հանձնվում է համապատասխան դատարանում տվյալ օրը հերթապահության ներգրաված դատավորների։ 21 թվականին ավտոմատ համակարգը, որն ընտրում էր դատավորներին, շարքից դուրս էր եկել տեխնիկական խնդիրների պատճառով։ Հետո այն սկսեց գործել, բայց միջդատական վարույթի գործերը, օրինակ խափանման միջոցի ընտրության process-ը շարունակեցին որոշել մակագրությամբ ընտրված դատավորները։ Հերթապահության գրաֆիկը սահմանվում է դատարանի նախագահի կողմից եւ ցանկացած պահի կարա նաև կամայական ցանկացած փոփոխություն արվի։ Օրինակ, կենտրոն դատարանն է, կենտրոն նստավայրն է հերթապահում այսօր։ Ծանրաբեռնված է, միջնորդությունները շատ են ներգրավում են քննարկման մեջ, նաև օրինակ ավանդականից այսինչ դատավորին։ Իսկ որն է այստեղ հիմնախնդիրը։ Հայաստանում չափազանց մեծ է կալանավորվածների թիվը։ Վիճակագրության համաձայն քրեակատարողական հիմնարկներում գտնվող 3500 անձանցից 2000-ը կալանավորներ են, այսինքն անձինք են, որոնց վերաբերյալ չկան դատական ակտեր։ Իրավապաշտպան
պաշտպանների տեսանկյունից կան դատավորներ, որոնք խափանման միջոց ընտրելիս երկար բարակ չեն մտածում։ Հիմնականում ընտրությունը կանգ է առնում հենց կալանավորման վրա, առավել ևս, եթե գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Դրա օբյեկտիվ ռացիոնալ բացատրությունը չկա, ինչի հետևանքով փաստաբանները, իրապաշտպանները ակնհայտ տեսնում են, որ գործերը մակագրվում են այն դատավորներին, ովքեր հակված են, եթե չասենք 100%-ով, ապա 99 դեպքերում կալանք տալ ձերբակալվածներին, ընդդիմադիր հայացք ունեցողներին։ Միանշանակ հնարավոր է կիրառել համակարգ, որը հնարավորություն կտա բացառել կամայականությունը խափանման միջոցի կիրառման միջնորդությունները քննող դատավորների ընտրության process-ում։ Համոզված են մասնագետները, սա ընդհանրապես կախված է ոլորտի պատասխանատուների ցանկությունից եւ կամքից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, գրանցված եք կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում, ապա շուտով հնարավորություն կստանաք արքուվաճառքի հետ կապված մի շարք գործարքներ իրականացնել էլեկտրոնային տարբերակով առանց տնից դուրս գալու, նոտարի գրասենյակ կամ կադաստրի կոմիտե գնալու։ Կոմիտեի ղեկավարն է այսօր խորհրդարանում ներկայացրել օրենքի նախագիծը եւ մանրամասնել այն։ Ունենա շատ լայն հնարավորություն հենց էլեկտրոնային համակարգով ստորագրել, մուտքագրել, որից հետո անմիջապես կգեներացվի առուծախի կամ համապատասխան պայմանագրի արդյունքում վկայական, այսինքն այն օրերը, որոնք որ քաղաքացիները պետք է սպասեին եւ համապատասխանաբար եթե արագած ռեժիմով էին ուզում պատիկ ավել գումարներ պետք է վճարեին, այս գործիքի ներդրմամբ մենք այդ գումարները հանում ենք, թողնում ենք ինքնաշխատ։ Արտաշատում տասնյակ այգեգործներ արդեն մի քանի օր է ինչ կանգնած են գործարանի դարպասների առաջ բերքով լի բեռնատարներով։ Այս տարվա առատ բերքն անակնկալի է բերել ինչպես նրանց, այնպես էլ մթերող գործարաններին։ Մթերումն ընդհատվել է, իսկ խաղողի հարյուրավոր տոննաներ դեռ սպասում են ընդունման։ Քնարիկ Պետրոսյանի անդրադարձը։ Արդեն 5 օր է խաղողի հանձման իրենց հերթին սպասող այգեգործները բերքով բարձած մեքենաներով մնացել են Արտաշատում, գործարանի դիմաց։ Այս տարի խաղողի այգիները շատ բերք են տվել, ասում են այգեգործներն ու հավելում, չէին էլ սպասում, որ նման խնդրի առաջ կկանգնեն։ Նրանցից շատերը 115 դրամով են վաճառել խաղողը այստեղ, գործարանում։ Անցած տարի կեսն է կարելի ասել եղել է բերք, խոսքի մի դաշից քաղել են մի մեքենա, այս դաշից քաղում են արդեն 3 մեքենա։ Խնդիր է դա։ Հայաստանում շուրջ 40 ընկերություն կա, որ խաղող է մթերում, բայց միայն մեկն է ընդունում։ Հիմա դադարեցրել են մթերումները։ Չի կարա այդ մարդը միայն զավոդ այդ ամբողջ խաղողը հաստատ մթերի, դա սուտ կլինի։ Խելքին մոտիկ տրամաբանության մոտիկ չէ դա։ Ամբողջ Արմավիրի մարզի զավոդներ կա, այս մի զավոդն է աշխատում։ Կառավարությունից ասում են աջակցում են վարկերի հարցում, մինչև 50% գրավի երաշխիքից բացի նաև վարկի մուծման 9%-ն են սուբսիդավորում։ Արդյոք խնդիրը դա կլուծի, այգեգործները վստահ չեն, փոխարենը ոլորտի փորձագետները պնդում են, պետք է գոնե պայմանագրերը երկարացնեին։ Ես Արմավիր էի կայնած, այսօր էլ ուղարկել են այստեղ։ Դե ինչ իմանամ, չեն ընդունում վերջ։ Յուղացունով եմ ինչև այսօր բանի տեղ դրես։ Չես օրերում այս տարիքի ես պստեից հոկտեմբերան ծառեմ, բազեմ Արտաշատի եսիմուր, չիմ դարրեմ ես խաղող բազեմ ես կոմ։ Մյուս տարի էլ չեմ մշակելու, ոչ կթաղեմ, ոչ կբացեմ, թողանք բախտի կմայջույքին արդեն։ Գինեգործ Ավագ Հարությունյանն ասում է, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված մեր արտահանումները ռուսական շուկան նվազել են, հատկապես նվազել է միջին ու բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանումը։ Հիմա գործարանները մինուսով են աշխատում։ Լավագույն դեպքում -15%, վատագույն դեպքում -40, -50%։ Գործարանները տեղ չունեն, որտեղ անցած տարվա բերքը չի իրացվում։ Գործարանները չեն կարող վերցնել, որտեղ երաշխիքներ չունեն, որ Ռուսաստանի հետ կարող են աշխատել։ Որ գործարանն ու ինչ պատճառով չի ընդունում խաղողը։ Նախարարությունի ժամին ասացին, սեփականատերերի ընտրությունն է, կարող են դիմել աջակցության ծրագրերին ու մթերել, չդիմողների պատճառների մասին ոչ մի խոսք։ Այս տարի 20% ավելի շատ խաղող է մթերվել, քան անցած տարի։ Էկոնոմիկայի նախարարն է թվեր հրապարակում։ Եթե անցած տարվա այսօրվա դրությամբ մթերվել էր մոտավորապես 160,000 տոննա խաղող, արդեն այս տարի մթերվել է 192,000 տոննա։ Թե որքան կմնան բեռնված մեքենաները գործարանի դիմաց դեռ պարզ չէ։ Այգեգործներն ասում են, անորոշ ժամկետով են եկել, ավելի ուշ իրենց 16 մեքենա էլ կմիանա։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Կրակոցների Լոռու մարզում գործարար Արկադի Համբարձումյանի տան մոտ ձերբակալվածների մեջ նաև գործարարն ու որդին են։ Facebook-ի վարկանիշը Հայաստանում ընկել է։ Սոցցանցերի շուկայում այն գրեթե կիսով չափ նվազել է։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանն էապես չի փոխվի, ավելին հաջորդիվ։
Շարունակենք թողարկումը։ Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացված Վարդան բունի մոռացված նվագարանագործը ցուցահանդեսը խոսում է այն վարպետի մասին, որի անունը երբեմն մնում է մասնագիտական շրջանակներում։ Նվագարանների վարպետի ներդրումը սակայն հայկական երաժշտական մշակույթում անժխտելի է։ Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժը։ Մոտ 200 տարվա վաղեմության եզակի ու արժեքավոր երաժշտական գործիքներն են հայ կոմպոզիտորի անձնական հավաքածուից։ Նա փոխում էր հնչողությունը, նա ստանում էր նոր հնչողություն երաժշտական գործիքների։ Գրականության և արվեստի թանգարանում բացվել է Վարդան բունի մոռացված նվագարանագործը ցուցահանդեսը, որում ընդգրկված են վարպետի ձեռագրային ժառանգությունը, նրա անձնական նվագարանները, ինչպես նաև հենց բունիից ոգեշնչված այլ վարպետների պատրաստած եզակի գործիքներ։ Նաղորը, մանդոլին, ուդ, քամանի։ Թանգարանի տնօրենի խոսքով բունին այն եզակի արվեստագետներից էր, որն իսկական հեղաշրջում արեց ազգային նվագարանների կատարելագործման հարցում։ Վարդան բունին այն անձերից է, այն նշանավոր եւ մեծ գործ արած մարդկանցից, ում անունն այսօր գրեթե մոռացված է եւ շատ հազվադեպ է հնչում, միայն նեղ մասնագիտական շրջանակում են նրան ճանաչում, եւ ահա այս ցուցադրությունը գալիս է վերապրեցնելու այս ավանդույթը, գալիս է հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետին։ Ցուցադրության մեջ տեղ են գտել Կոմիտասին աշակերտած վարպետի անձնական հավաքածուից այս երկու հարվածային գործիքները՝ Նաղորան եւ Քամանին, որը թանգարանին է նվիրաբերել նրա կինը։ Վարդան բունին շատ արժեքավոր է եւ հետաքրքիր է մեր պատմության համար։ Ինքը անձամբ վարպետ չի եղել, գործիքագործ չի եղել, սակայն ուսումնասիրել է գործիքների կառուցվածքը, ներկայացրել է շատ հետաքրքիր ծրագրեր։ Այստեղ ցուցադրված է նաև վիոլադասին պատկանող նվագարանը, որը լարերի քանակով նման է ջութակի։ Վարպետը Շահեն Երիցյանն է։ Ուշագրավ է նաև մանդոլինը, որի արտաքին կառուցվածքը եզակի ու ինքնատիպ է։ Եվս երկու վաղ քրիստոնեական շրջանի նմուշներ էլ կան, որոնց պատկերները կարելի է գտնել Մատենադարանին պահտված մանրանկարներում։ Վարպետը Վլադիմիր Սմբատյանն է, որն էլ այդ պատկերների հիման վրա է ստեղծել նվագարան, եւ ընկերները նրա պատվին անվանել են Սմբատափող։ Փորձ է արված վերստեղծելու հարություն տալու մեր նախնիների հնչյունազգացողությունը։ Սա շատ հետաքրքիր կապ է անցյալի եւ ներկայի միջեւ։ Նման չէ իր հնչողությամբ որևէ այլ նվագարանի, ունի ինքնատիպ հնչողություն։ Հիշեցնում է թերևս մի փոքր հոբոյա սիմֆոնիկ նվագախմբի նվագարանների շարքից։ Թառից մինչև դուդուկ, կանոնից մինչև զուռնա, նա փնտրում էր ժողովրդական նվագարանների նորացված հնչեղությունը։ Ազգային նվագարանների վերակառուցման հեղինակը ստեղծեց ժողովրդական նվագարանների ռեգիստրային տարատեսակները եւ փորձեց ժողովրդական երաժշտությանը տալ սիմֆոնիկ շունչ։ 1925-ին հիմնելով 35 երաժիշտներով արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը։ Այս նվագախմբով բունին Կովկասում արևելյան նվագախմբի հնչյունածավալի շառավիղը առաջին մեծացուցնողն էր։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում հայտնաբերվել եւ վաղարշաբաթի բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որին հուլիսի 7-ից համայնքային ոստիկանության Ավանի բաժինը հետախուզում էր որպես դատապարտյալ խափանման միջոցը կալանք։ Նա դատապարտվել է թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր իրացնելու մեղադրանքով։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Նաիրի Մուրադյանը։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 8 ամսում հունվար-օգոստոսին ավելի քան 12 միլիարդ 942 միլիոն դոլար է եղել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 41.1%։ Տնտեսագետների դիտարկմամբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված սթրեսային իրավիճակը թվային աղմուկը նահանջում է եւ դադարում է գործել նախորդ 2 տարիների նկատված ոսկու առևտրի սխեման։ Վերարտանման երկնիշ աճը հետընթաց է ապրում։ Երևույթը սակայն ըստ տնտեսագետների Հայաստանի ապրանքաշրջանառության որակի կամ արտաքին մրցունակության վրա բացասական առումով ազդեցություն չունի եւ չի ունենա։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սպարտակ Ղուկասյանը, օգտագործելով իր սոցիալական դիրքը եւ հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքը իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին, պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի։ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց
դեպքերով կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ըստ էության քննության առնելու դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ըստ State Country վարկանիշային աղյուսակի 2025 թվականի օգոստոսի դրությամբ Facebook-ը կազմում է Հայաստանի սոցիալական ցանցերի շուկայի մոտ 29%-ը։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը մոտ 70% էր։ Հայաստանում Pinterest-ը երկրի շուկայի մոտ 22%-ն է, X-ը մոտ 15%-ը, LinkedIn-ը 12.5%-ը, իսկ Instagram-ը 10.37%-ը։ Լոռու մարզում կրակոցներ են հնչել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 6 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ փոխանցում են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Կրակոցները հնչել են նախկին падգամավոր Արկադի Համբարձումյանի տան մոտ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է նաեւ նրա որդին։ Կառավարությունը նախատեսում է լուծել այն ավտոտնօրինակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել եւ օրենքով համարվում են ապօրինի։ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի նախագահը հայտնել է, որ քաղաքացիներ, ովքեր բաց են թողել իրենց կառույցներն օրինականացնելու ժամկետը կամ պարզապես մոռացել են դա անել, հնարավորություն կտրվի գրանցել դրանք։ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում։ Նոր հաճն խոշորացված համայնքի գետամեջ բնակավայրում առաջին փողոցի 20-րդ տան անասնագոմը հրդեհվել է։ Այստեղ 200-ից ավելի մայրացու խոզեր եւ խոճկորներ են եղել։ Մինչև կժամանային հրշեջ փրկարարները գյուղացիները բնակավայրի ղեկավարի գլխավորությամբ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, որից հետո անասնագոմում սատկած վիճակում հայտնաբերվել է 12 մայրացու խոզ, 170-ից ավելի խոճկորներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արցախյան պատերազմի հետևանքով աշխատանքը, բիզնեսը եւ երբեմն նաեւ կյանքի կերտածուղին կորցրած բազմաթիվ կանայք այսօր փորձում են նորից ոտքի կանգնել։ Այդ նպատակով Viva ընկերությունը եւ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամը մեկնարկել են հատուկ աջակցման ծրագիր, որի միջոցով արցախցի գործազուրկ կանայք հնարավորություն ունեն ձեռք բերել նոր, շուկայում պահանջված մասնագիտություն։ Նոր մասնագիտություն արցախցի գործազուրկ կանանց։ Viva-ն եւ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամը սկսել են աջակցության նոր ծրագիր, որով նպատակ ունեն աշխատանք եւ բիզնես կորցրած շահառուներին վերապրոֆիլավորել, հնարավորություն տալով նրանց ձեռք բերել շուկայում պահանջված եւ մրցունակ մասնագիտություն։ Այս կրթական ծրագիրը նոր հնարավորությունների բացահայտման իրական ճանապարհ կարող է դառնալ մասնակիցների համար։ Կինն ավելի ուժեղ է, երբ ունի այդ հնարավորությունը։ Սա ավելի շուտ ոտքի կանգնելու, աշխատանք եւ կայուն եկամուտ ունենալու, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերագտնելու, նոր հնարավորություններ ստանալու ճանապարհ է։ Viva-ի աջակցությամբ իրականացվող հաշվապահների պատրաստման անվճար ծրագրում ընդգրկվել է արցախցի 30 կին կրթական եւ մասնագիտական տարբեր հմտություններով։ Ուստի այս ծրագիրը ոմանց կօգնի կատարելագործել արդեն ունեցած բազային գիտելիքները, ոմանց էլ ձեռք բերել նոր մասնագիտություն։ Այս մասնագիտությունը իմ կյանքում առաջին մասնագիտությունն է, քանի որ դպրոցից հետո հանգամանքների բերումով չեմ շարունակել ուսումս։ Այս դադարից հետո մարտահրավեր է այս նոր ուսումնական փուլ սկսելը, արդեն այստեղ ինձնից մնում է, որ ես ունենամ այդ կամքի ուժը ու կարողանամ հասնել նպատակիս։ Հաշվապահության կառավարման եւ բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող կրթական այս հիմնադրամի նպատակն է 105 ժամ դասընթացի շրջանակում պատրաստել աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ եւ ֆինանսական ոլորտի մասնագետներ։ Երբ որ նմանատիպ ծրագրեր ես մտածում, շատ կարեւոր է դու պատկերացնես ծրագիրը ում համար է։ Ծրագրի ամբողջ էությունը նրանում է, որ մարդիկ կարող են 0-ից գալ եւ ստանալ իրենց գիտելիքները, թարմացնել եւ մտնել աշխատաշուկա։ Ավելի քան 20 տարվա փորձ ունեցող գործընկեր կազմակերպությունների ղեկավարները համոզված են, այս ծրագրով հնարավոր է լուծել Արցախից տեղահանված կանանց եւ ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու եւ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Իսկ հիմա եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան,
Մեր երկրի մեծ մասում 5 շաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 14-ից 19 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 23, Լոռիում 16-ից 20, Տավուշում 20-ից 22 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 24 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կդիտվի 17-ից 20։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 21-ից 23, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ցտեսություն։